Ջերմ ողջույն արգել հետևորդներ, այսօր մի պարզագույն աղցան ենք պատրաստելու պահքի թեմայի և պահքի ուտեստների շրջանակներում։ Այն իր մեջ ներառում է ընդամենը մի քանի պարզ բաղադրիչ։ Արդյունքում մենք կստանանք հիանալի աղցան։ Դե ինչ արագ ներկայացնեմ բաղադրիչները, մեզ անհրաժեշտ է լինելու մանուշակագույն կամ ինչպես անվանում են կարմիր կաղամբ, կարող եք սովորականն էլ վերցնել, սակայն կարծում եմ այսպես էլ ավելի համեղ է։ Մեկ գազար է անհրաժեշտ լինելու, կիտրոն, բուսայուղ, ինչպես նաև աղ և խմելի սունելի։ Դե ինչ, առաջնահերթ մանր կկտրատենք կաղամբը, հեռացնենք այս հատվածը, բաժանենք երկու մասի և մանրացնենք։ Այսպես, մանրությունը որոշեք իհարկե ինքներդ, սակայն կարծում եմ այսչափ մանրությունը ինձ ձեռնտու է, չգիտեմ, դուք որոշեք ինքներդ, կարող եք էլ ավելի մանրացնել կամ թողնել հենց այսպես։ Ավելացնում ենք թասի մեջ, հիմա քերում ենք գազարը, գազարը շատ եք հարցնում եփված է թե հում վիճակում է, ինձ մոտ հում վիճակում է այսօր։ Ավելացնում ենք կաղամբին, այժմ կես կիտրոնը, այսպես հեղուկը կես կիտրոնի ավելացնում ենք բուսայուղի մեջ, բուսայուղը ինձ մոտ 3-4 ճաշի գդալ է, մի փոքր ավել նույնիսկ, էական նշանակություն չունի ավել պակաս, բայց իհարկե շատ էլ անհրաժեշտ չէ։ Մեկ անգամ խառնում ենք, այսպես, և ավելացնում ենք ընդհանուր զանգվածին։ Իհարկե աղն ենք ավելացնում ըստ ցանկության և խմելի սունելի։ Առհասարակ ինչ համեմունք ցանկանաք, իհարկե կարող եք կիրառել։ Սակայն այս երկու համեմունքը կարծում եմ բավական է և շատ հետաքրքիր համ կհաղորդի մնացած բոլոր բաղադրիչները։ Մեզ մնացել է խառնել և կարող ենք արդեն մատուցել։ Ըստ ցանկության կարող եք նաև իհարկե ավելացնել կանաչի, խորհուրդ կտամ ավելացնել թարմ համեմը։ Դե ինչ հարգելի ընկերներ, ինչպես նկատեցիք, 2-3 պարզագույն գործողություն, պարզ բաղադրիչներ և արդյունքում ստանում ենք հիանալի աղցանը, որը կիրառելի է անշուշտ պահքի ժամանակահատվածում, ինչպես նաև առօրյայում։ Կարող եք կիրառել ցանկացած ուտեստի հետ, այլել և գրել ձեր կարծիքները մեկնաբանություններում, քանի որ մեծ սիրով կարդում եմ բոլոր մեկնաբանությունները և շնորհակալություն և դրական և բացասական մեկնաբանությունների համար։ Այսօրվա համար այսքանը, մինչ նոր հանդիպում, շուտով կհանդիպենք։